ոնց որ թե այս անգամ առաջընթաց կա։ Բարի երեկո, սիրելի հետևորդներ, սկսում ենք մեր հերթական լայվը հոգեսոցիալական կարգավորման կենտրոնից եւ ինչպես խոստացել ենք, այսօր քննարկելու ենք նորից աուտիզմի թեման, որովհետեւ մենք աուտիզմի միամսյակ ենք հայտարարել ամսի 30-ից սկսված եւ մեր լայվերը նվիրում ենք աուտիզմին։ Եվ ինչպես խոստացել ենք, մեր հյուրն է այսօր Ալյոնա Հայրապետյանը, ով Արմավ կենտրոնի մասնագետ է, Recovery College-ի դասընթացավար եւ Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս։ Ալյոնան առաջիններից է, ով սկսեց ավելի պրակտիկ մոտեցում ցուցաբերել աուտիզմի հետ կապված եւ բազմաթիվ դասընթացներ է իրականացրել եւ Recovery College-ում եւ սովորացնում է ուսանողներին մանկավարժական համալսարանում եւ պրակտիկ գործունեությունը ծավալում է Արմավ կենտրոնին, որը մեր գործընկեր կազմակերպություններից է եւ սերտ համագործակցում ենք մենք նրանց հետ։ Այսօրվա թեման լինելու է աուտիզմը, նրա վարքային դրսևորումները եւ միջամտությունները, ինչ է պետք անել եւ ծնողների համար եւ երեխաների եւ ընդհանրապես բոլոր մարդկանց։ Համեցեք Ալյոնա։ Շնորհակալություն։ Սիրով այս ամսվա, ինչպես նշեցիք, աուտիզմի ամսվա կապակցությամբ ունենալ լայվ։ Խոսենք վարքային դրսևորումների մասին աուտիզմի դեպքում եւ միջամտության ամենաարդյունավետ տարբերակների մասով անպայման կփորձեմ հնարավորինս պրակտիկ հայացք։ Այո։ Նախ սկսեմ նրանից, որ աուտիզմի վարքային դրսևորումներին շատ հաճախ ընտանիքներում եւ նախադպրոցական հաստատություններում, դպրոցական հաստատություններում շատ հաճախ մեր ամենօրյա փորձով տեսնում ենք, որ նմանատիպ վարքաձևերը մեկնաբանվում են շատ այս կերպ, այսինքն երբ որ երեխան ենթադրենք հավաքում է տան բոլոր բույտերը մի տեղ, կամ օրինակ խաղում է միայն կամ բացառապես միայն մետաղական առարկաներով, շատ հաճախ նշված օղակներում մեկնաբանվում է նման օրինակ վարքի ձևերը որպես հատուկ բնավորության գիծ կամ մեկնաբանվում է որպես յուրահատկություն կամ երբեմն նաև օժտվածություն։ Երբ մենք խոսում ենք արդյունավետ միջամտությունների մասին, առաջին կետում մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել եւ բացահայտել այդ դրսևորումները։ Քանի որ եթե մենք նայենք, որ ենթադրենք երեխան 5 տարեկան է եւ բացառապես մետաղական մակերեսներով է խաղում եւ համարենք, որ դա այո յուրահատուկ բնավորության գիծ է, դժվար թե մենք գտնենք այդ երեխային օգնելու արդյունավետ միջամտության ձևը։ Դա կարող է լինել երեխայի յուրահատուկ խաղը, եթե այդ նույն 5 տարեկան երեխան կարողանա խաղալ եւ զարգացումը համապատասխանի 5 տարեկանին, բայց եթե երեխայի խաղը չի համապատասխանում 5 տարեկանին եւ զարգացման մյուս բոլոր չափորոշիչները չեն համապատասխանում, ապա այստեղ միանշանակ մենք ունենք դրսևորում, որը որ սպეციფիկ եւ ստերեոտիպային բնույթի խաղ է եւ այն անպայման պետք է փոխել։ Այսինքն ամենատարածվածը, եթե այսպես նայենք, որ շատ հաճախ մեկնաբանությունից սկսած արդեն պետք է գնալ դեպի միջամտությունը, որտեղ նորից եմ ասում, եթե մենք աուտիզմի ստերեոտիպային կամ ինքնախթանիչ վարքային դրսևորումները մեկնաբանենք որպես յուրահատկություն եւ ասենք, որ դա լավ եւ դրական հատկություն է, դժվար թե մենք կարողանանք օգնել։ Այսինքն իրազեկվածությունը խնդրի դրա սիմպտոմների վերաբերյալ կմերի ճիշտ միջամտություն։ Երևի այսքանը ամենայնպես առաջին, այսպես ասած, մեծ բլոկում, եթե փորձենք հասկանալ, երբ որ երեխայի մոտ ինչ-որ մի բանը մի քիչ շատ է աչքի ընկնում եւ դա ունի երկարատև բնույթ, ոչ մի վատ բան չի լինի, եթե երեխային ցույց տաք մասնագետի, որովհետեւ եթե ցույց չենք տալիս, շարունակվում է process-ը խորանալ, այն ինչը որ պետք է զարգանալ երեխայի մոտ չի զարգանում եւ հետո նա սկսում է քանի գնալ, հետ մնալ եւ միջամտությունը
արդեն չի ունենում այն արդյունավետությունը, որը կարող էր ունենալ։ Իսկ ինչ մասնագետի է պետք դիմել եւ ինչ միջամտություն է պետք անել։ Ձեր ասացի հետ կապված մի կարևոր բաներ կուզեմ նշեմ այստեղ, որ երբ մենք խոսում ենք աուտիստիկ վարքագծերի մասին, այստեղ նաև անպայման պետք է հասկանալ, թե որքանով է տվյալ վարքը ֆունկցիոնալ։ Եվ ինչպես դուք նշեցիք, ինչքան հաճախակի է տեղի ունենում այդ վարքը եւ ինչ ուժգնություն ունի, որովհետեւ տեսեք, եթե այսպես նայենք, շատ երեխաներ կարող են ձեռքը կծել ջղայնության պահին, բայց եթե այդ ձեռքը կծելու վարքը երեխայի մոտ գրեթե բոլոր իրավիճակներում է տեղի ունենում, այսինքն ունի եւ ուժգնություն եւ հաճախականություն, սա եւս կետ է, որը պետք է լրջորեն անհանգստացնի եւ դպրոցական եւ նախադպրոցական հաստատությունների մասնագետներին եւ ընտանիքի անդամներին, այսինքն եթե մենք վերցնենք որպես չափման միավորներ, մենք վարքի ֆունկցիոնալությունը գնահատում ենք նրա ուժգնությամբ եւ հաճախականությամբ։ Նորից եմ ասում, ցանկացած երեխա մանկապարտեզում կարող է հրել ընկերներին կամ խլի խաղալիքը, բայց եթե դա միակ տարբերակն է շփման եւ կոմունիկացիա եւ ունի հաճախականություն, ուժգնություն եւ գրեթե բոլոր իրավիճակներում է դրսեւորում, ապա այստեղ մենք ունենք կայուն անցանկալի վարքի ձև եւ խոսեմ նաեւ ֆունկցիոնալության մասին վարքի, որ շատ կարևոր է, որ վարքը գնահատենք իրավիճակում։ Տեսեք, եթե երեխան տանը իր հիմնական գործունեությունը այն է, որ ամբողջ օրը թռնում է, ինքնախթանիչ գործողություն է կատարում, բայց մանկապարտեզում հասակակիցները երբ խաղ են խաղում եւ թռնում են, ինքը չի թռնում, այստեղ մենք ունենք ոչ ֆունկցիոնալ եւ ոչ իրավիճակային վարքի ձև։ Վարքային խնդիրների հետ միանշանակ արդյունավետ կերպով կաշխատի վարքային թերապիան եւ վարքային մասնագետը, քանի որ վարքային միջամտության սկիզբը սկսում է նրանով, որ իրականացվում է վարքի ֆունկցիոնալ գնահատում։ Դուրս է բերվում բոլոր անցանկալի վարքի ձևերը, խուսափման ձևերը, ադապտացիայի դժվարությունները, ինքնախթանման վարքային դրսևորումները եւ ըստ այդ ֆունկցիոնալ գնահատման կազմվում է ծրագիր։ Հիմնականում դրվում է ուսուցում քայլ առ քայլ ծրագիրը, որը ենթադրում է հենց քայլ առ քայլ ուսուցում, այսինքն մասնատած փոքր քայլերով ուսուցումը։ Սրան ես կուզեմ ավելի մեծ, այսպես ասած, մասշտաբով խոսեմ այս մեթոդի մասին եւ ինչպես է առհասարակ պետք գալ ցանկալի վարքի ձևավորմանը եւ ինչպես սովորեցնել աուտիզմով երեխաներին հմտություններ, որտեղ մենք էլի շատ տեսնում ենք պրակտիկայում, որ երեխայից սկսում է միջամտություն եւ երեխան դեռ չի տիրապետում մի շատ խաղի ձևերի կամ չունի բավարար խոսքի ընկալում, բայց երեխային տրվում է շատ բարդ խոսքային հրահանգներ։ Երեխան չի կարողանում դրանք պատկերացնել եւ չի կարողանում համապատասխան գործել այդ խոսքային հրահանգներին եւ արդյունքում ունենում ենք ավելի մեծ խուսափման վարքի ձևեր։ Շատ կարեւոր է, որ միջամտությունը, որը որ սկսվում է աուտիզմի դրսևորումների դեպքում, շատ կոնկրետ հաշվարկի, թե տվյալ երեխան ինչքանով է պատրաստ նախ այդ միջամտությանը եւ որքանով է ընկալում խոսքային այդ հրահանգները։ Պարզ օրինակ բերեմ, եթե դեռ երեխան չի տարբերակում բաժակը եւ խնձորը, եւ մենք իրեն օրինակ ասում ենք բեր ինձ բաժակը եւ խնձորը, ստացվում է, որ երեխան տոտալ չհասկացավ այդ նախադասությունը։ Ստացվում է, որ երեխայի ի սկզբանե խնդրով պայմանավորված դեզադապտացիային եւ այդ խուսափողական վարքի ձևերին մի բան էլ մեր այս բարդ հրահանգը ամրապնդեց այդ բոլոր դրսևորումները, այսինքն շատ զգույշ պետք է սկսել եւ նորից եմ ասում հաշվի առնել, թե որքանով է երեխան այդ պահին ընկալում, որտեղ մենք մեծահասակներս, մասնագետներս հստակ հասկանում ենք ինչ է պետք սովորեցնել եւ ցանկության մակարդակում այո մենք ուզում ենք շատ բան սովորեցնել միանգամից, բայց այդ ցանկությունները շատ հստակ պետք է չափել, գնահատել կարողությունը նոր համադրել վարժությունների հետ։ Հակառակ դեպքում մեր միջամտությունը չի ծառայի, այսպես ասած, առաջնային նպատակին։ Հիմա շատ լավ ներկայացրեցիք այն
Process-ի կարիճ։ Վիճակը երբ որ կարող է լինել։ Հիմա ծնողը ենթադրենք որոշում է, որ դա երեխան կապրիզ է ընդհանրապես եւ երկու ճանապարհ ունի, կամ ասում է, այս կապրիզների յոլա կտանեմ կմեծանա կասնի, կամ սկսում է ֆիզիկական եւ հոգեբանական ստիպողական բռնություններ կիրառել, որպեսզի երեխային չակերտավոր ասած դաստիարակի։ Ինչ վատ հետևանքներ դրանք կարող են ունենալ։ Այն որ դուք նշեցիք, մենք նորից շատ ենք լսում, հատկապես կոնսուլտացիաների ընթացքում, գրեթե բոլոր ծնողներն էլ նմանատիպ վարքի ձևերը մեկնաբանում են որպես կապրիզներ։ Եվ բացի որ մեկնաբանում են որպես կապրիզ, մտածում են, որ դե լավ, ինչա որ ուզում է մեքենա, տալիս ենք մեքենա։ Տեսեք, մենք ոչ թե բացառում ենք մեքենա տալը, կամ բացառում ենք ցանկալի որևէ ինչ որ հայտնվի երեխայի մոտ, այլ մենք գնում ենք դրական վարք ձևավորելու ուղղությամբ։ Այսինքն երեխան այդ մեքենան կամ այդ ցանկալի գնդակը կամ տիկնիկը ստանա այն ժամանակ, երբ վարքը դրական վիճակում է։ Հակառակ դեպքում, երբ որ լացով կամ այդ լացի պահին երեխան ստանում է անմիջական խրախուսանք, գիտեք մենք դրան ասում, խրախուսվում է, այսինքն բացի այն, որ այդ բուրըն էմոցիան կար, մի բան էլ առարկան տալով, երեխայի աչքերում, մենք ասում ենք ապրես, որ այս վարքն ես անում, երեխան հասկանում է, որ ինչ լավ եմ անում, որ հենց սկսում եմ այսքան ուժեղ լացել, հանգիստ նստածի ոչ մեկ մեքենա չէր առաջարկում։ Այսինքն այս սխեմայի մեջ, այսինքն նորից պետք է պատկերացնենք, թե որ իրավիճակն եմ, եթե նորից եմ ասում, ոչ թե գործ ունենք սովորական կապրիզի հետ, այսինքն այդ նշած կոմպոնենտները չկան ուժգնության եւ հաճախականության, եւ արդեն առավել եւս գործ ունենք աուտիստիկ վարքագծի հետ, անպայման պետք է լինենք հետեւողական։ Իդեպ այդ բառները այստեղ առանձնացնեմ, որ ցանկալի վարքի հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը հետեւողական լինելն է։ Երբ օրինակ տեսեք նույն պարապմունքները սկսում ենք ծնողներից մեկը նստած է սենյակում, մենք բացատրում ենք, ասում ենք, այդ տեսեք հիմա հանգիստ է դրական, թեկուզ մի հատ տուկ արեց ստացավ իր սիրելի առարկան, այ դուք էլ այս ամբողջը, այս մոդելը պետք է տեղափոխեք տուն։ Ինչ որ կետում արդեն այն ծնողը, այն հարազատով սենյակում արդեն ըմբռնում է այդ մոդելը, որովհետև պրակտիկայում հստակ տեսնում է ինչպես է դա աշխատում։ Տեղափոխման ժամանակ նորից մենք ունենում ենք այդ մեկնաբանություններ ունենք հարազատների կողմից, դե երեխա է, ոչինչ լացում է, մենք ոչ արգելում ենք լացել, ոչ էլ կապրիզ անել, ուղղակի հստակ սահմանենք եւ լինենք հետեւողական, թե երբ է պետք տալ այդ սիրելի առարկաները եւ ցանկալի առարկաներ, այսինքն այստեղ դաժան որևէ մեթոդի մասին խոսք չի գնում, պահելու, չտալու, խոսքը թե երբ տալու մասին է, որ դրական վարք ամրապնդենք։ Նորից եմ ասում, որ մենք միշտ ցանկացած գործողություն իրականացնելուց պետք է տեսնենք, թե ինչպես է երեխան թարգմանում այդ գործողությունը։ Լավ, մեր հետևորդներից Լիլիթ Հակոբյանը գտնում է դուք լավագույնն։ Հիմա, ինչ տարիքի երեխաներ են ձեզ դիմում։ Ճիշտ ինչ տարիքի երեխաներին ծնողները բերում, որտեղ երեխաները ինքնուրույն չեն գալիս ձեզ մոտ։ Այստեղ ուրախությամբ կարող եմ նշել, որ արդեն շատ ավելի վաղ տարիքում են, երբեմն այնքան դժվար է անգամ մեծ համար տարբերակել, որտեղ գիտեք, որ վաղ տարիքում գուցե շատ բաներ անգամ քեզ համար էլ այդքան օբյեկտիվ պատկեր չունենան, որովհետև լիքը գործոններ կան, սկսած դժվար ծննդաբերությունից, մյուս, բայց դիմելիությունը շատ է, հատկապես այն ընտանիքների կողմից, ովքեր իրենց մոտ շրջապատում ունենում են ենթադրենք զարգացման ինչ-որ խանգարումներ ունեցող երեխաների ընտանիքների գիտեն ու այստեղ իրենց մոտ այդ ահազանգը շատ ավել է կամ հիմնականում երկրորդ երեխայի դեպքում, երբ որ ունենում են համեմատության օրինակ, բայց եթե նայենք նույն այս վերջի 2 տարիների կտրվածքով, կոնկրետին փորձի ստատիստիկան այս պահին ասում, բայց վստահ եմ աշխարհում էլ տենց ստատիստիկա հաստատ կլինի, դիմելիությունը շատ ավելի վաղ է։ Եվ այնքան տարիքային շեմը վերջանում այնտեղ, քանի դեռ մեր աջակցությունը պետք է լինի, այսինքն դեռահասություն, երիտասարդ տարիք, այսինքն եթե մեր մեթոդը տվյալ դեպքի հետ անպայմանորեն աշխատում։ Լավ, մենք քիչ հետո կխոսենք, երբ որ արդեն չափահաս են դառնում ինչ է լինում իրենց հետ, բայց մինչ այդ ես տեղեկացնեմ, որ
մայիս ամսին դասընթաց է լինելու, որը Ալյոնան է վարելու, մի փոքր այդ դասընթացի մասին ասեք։ Հա, սիրով։ Դասընթացը ֆունկցիոնալ գնահատումն է, այն ինչի մասին նոր խոսում էի, որ առհասարակ, տեսեք օրինակ բերեմ, եթե ձեզ ասեն երեխան ձեռքը կծում է։ Հիմա եթե մենք այստեղ 100 հոգով մեկնաբանենք, մենք ամեն մեկս կարող ենք տալ մի ինտերպրետացիա, այսինքն մեկս կարող ենք ասել գծում է, որտեղ կոնֆետ է ուզում, մեկս կարող ենք ասել սենսորային ինչ-որ խնդիրներ է եւ այդպես շարունակ։ Բայց ֆունկցիոնալ գնահատումը, այն ինչ որ մեր դասընթացն է, օգնում է, որ չափելի դարձնենք վարքը։ Ինչ է այդ նշանակում։ Այսինքն մենք ուսումնասիրում ենք վարքի վրա ազդող ֆակտորները, գործոնները, օրվա տարբեր ժամային կտրվածքներով, որ հասկանանք, որ այդ ձեռքը կծելը, այդ 100 ինտերպրետացիայից որը մեկն է, այսինքն ինչ ֆակտոր ազդեց։ Օրինակ տեսեք, եթե երեխան ձեռքը կծում է այն ժամանակ, երբ ասում են գրիչը վերցրու, մենակ այդ ժամանակ բնականաբար գործում են խուսափման վարքի հետ։ Եթե երեխան ձեռքը կծում է, երբ որ ենթադրենք ընտանիքով գնում են մոլ, որտեղ բավականին շատ սենսորային ազդակներ կան, ապա ինքնախթանիչ վարքի հետ գործ ունենք, չէ՞։ Եթե ձեռքը կծում է, որ ուզում է վերցնի իր համար ամենացանկալի առարկան, որը հերվում է, այդտեղ գործ ունենք առարկա խլելու վարքի հետ եւ այդպես շարունակ, այսինքն ֆակտորները ուսումնասիրելով իրականացնում ենք ֆունկցիոնալ գնահատում, գտնում ենք վարքի ֆունկցիա, որովհետև այստեղ շատ կարևոր է հասկանանք, թե այդ վարքը, որը որ լինում է, որտեղ ձեռք գծելը միանշանակ չեն կարող մեկնաբանել առանց այս բոլոր ուսումնասիրությունների, առանց նախադրյալներ ուսումնասիրելու, այսինքն ինչ եղավ, որ այս վարքը եղավ։ Ֆունկցիոնալ գնահատումը կարելի ասել, որ վարքային թերապիայի հենց ստարտն է, ամենակարևոր, որտեղ եթե մենք չունենանք ճիշտ գնահատում, բնականաբար միջամտությունն է, արդեն չի թիրախավորի հենց այդ խնդիրը, քանի որ ֆունկցիոնալ գնահատումն է հենց որոշում, թե ինչ մեթոդներ վերցնենք։ Տեսեք, մենք խոսում ենք, որ ձեռքը գծելը կարող է լինել սենսորային ամենատարբեր խնդիրներով զգայական պայմանավորված, այստեղ մենք ընտրում ենք զգայական գործիքական, զգայական խթանիչներով հագեցած։ Եթե խուսափման հետ գործ ունենք, այստեղ անպայման ընտրում ենք, որ երեխային տանք արագ դադարներ աշխատանքի արանքում, որ չունենանք այդ գծելու էպիզոդ, այսինքն կանխենք այդ վարքը։ Այսինքն ֆունկցիոնալ գնահատումը այն ինչ որ դասընթացի ընթացքում խոսել ենք, բոլոր անցանկալի վարքային դրսևորումները հնարավոր է ուսումնասիրել եւ հնարավորինս այդ օբյեկտիվ պատկերին։ Դասընթացը նախատեսված է մասնագետների համար, չնայած որոշ ծնողներ նույնպես կարող են մասնակցել, սովորաբար ձեր դասընթացները շատ բազմամարդ են լինում եւ այդ փորձը կա։ Հիմա անցնենք, երբ որ մեծանում են, այսինքն դառնում են չափահաս, իրանք բանակ գնում են, թե չէ, ինչ է լինում իրանց հետ, սովորում են, աշխատում են, թե վերահսկում ուրիշ հիվանդության, լավ կլինի, որ մարդիկ պատկերացնեն։ Սա երևի ամենաբարդ հարցերից է, որտեղ դուք ինքներդ էլ գիտեք, ինչքան տարբեր դրա համար ձեզ է պատմում ֆակտորներով է դա պայմանավորված, բայց ընդհանրապես զբաղվածությանն ենք արդեն գնում ու եթե զբաղվածության են իմաստով, որ այստեղ արդեն առավելագույնս կարևորվում է այն բոլոր ուժեղ կողմեր, չվախենամ այս արտահայտությունից, քանի որ այս ողջ տարիների ընթացքում մինչև այդ զբաղվածության կետին հասնելը յուրաքանչյուր երեխայի մոտ զարգացվում է հենց այն հմտությունը կամ դուրս են բերում հենց այն հմտությունը, որտեղ ինքը ամենաուժեղն է, որտեղ հասկանում ենք, որ խնդրով պայմանավորված բոլոր ոլորտներում ունենալ կամ լինել իրենց հասակակիցների պես նույնքան սոցիալիզացված, մենք այս չենք ունենալու, դրա համար ոնց որ վերցնում ենք մի ոլորտ, զարգացնում ենք, հիմնականում դրանք լինում են ավելի արվեստի հետ կապված, որտեղ ճշգրտությունները, այսպես ասած, ավելի քիչ են եւ այնպիսի մասնագիտություններ, որտեղ այդ շատ դեդլայնային չի, այսպես ասեմ, ժամանակակից լեզվով, որտեղ դրանք կարող են վանել աուտիզմով երիտասարդին, այսինքն դրանք կարող են դարող հանգամանքներ լինել։ Եթե ընդհանուր նայենք, ապա գնում ենք դեպի զբաղվածությանը,
եւ զբաղվածության համար կարևոր ինչ-որ կետերից, որ այդ իմացած ուժեղ կողմը լինում։ Հիմնականում ստատիստիկան խոսում է այն մասին, որ դրանք կամ լինում են արվեստի ուղղություններ, կամ մաթեմատիկական որոշակի ինչ-որ ֆենոմենալ կարողություններ, այդպես։ Իսկ բանակ գնալու հետ կապված դե բանակ չեն գնում նշված խնդրի ու երբեմն լինում է նաև այդ ասած փոփոխությունը, դինամիկան, որ լինում է դեպքեր, որ գրեթե նվազում է այնքան, որտեղ նման դեպքեր կան, ու եթե մի քանի տարի առաջ ես ինքս թերահավատորեն էի լսում այդ ինֆորմացիան, հիմա ես հստակ պրակտիկան տեսել եմ, որ շատ դեպքեր կան, որ համարյա շատ թեթև փոշին է մնում, այսինքն կամ բնավորության մակարդակում է մնում, այսպես ասենք, այսինքն այնքան աուտիզմի երևույթները այնքան, ինչքան կարող է լինել ցանկացած ինտրովերտ անձի մոտ։ Իհարկե ցավոք քիչ են այդ դեպքերը, բայց նաև լինում են։ Բայց եթե մարդիկ շատ շուտ դիմեն, իրանց հետ շատ լավ աշխատվի, այդ դեպքերը ավելի կշատանան, համաձայն եմ, որովհետև այդ հստակ երևում է այն երեխաներ, ովքեր որ վաղ միջամտությամբ հայ սկիզբը եւ ուշացած դեպքերը առհասարակ բացի այն որ խնդրի դեպքն է ուշացելում է նաեւ որ սխալ մասնագետների մոտ են հայտնվում եւ սխալ միջամտությունները ել ավելի են ամրապնդում այդ բոլոր դեֆիցիտները եւ շատ ժամանակ տեսեք օրինակ գիտենք որ աուտիզմի դեպքում նաեւ լինում են շատ սննդային վարքի խնդիրներ ու սննդային վարքի սխալ միջամտությունները բերում են նրան որ երեխան առհասարակ սնունդ չի ընդունում կամ բացարձակ մեկ տեսակի ուտելիքից մենք ինքներս հասկանում ենք այդ ինչ հետևանքներ կարող է հանգեցնել ուշացված դեպքերը նաեւ այդ ամրապնդված սխալ ամրապնդված դեպքերն են որոնք բնականաբար շատ դժվար է պրակտիկան, դրանք համարվում են ամենադժվար եւ վաղ դեպքեր։ Ես տեղեկացնեմ մեր հետևորդներին, որ ամսի 30-ին, մարտի 30-ին մենք ունեցանք փորձագիտական մակարդակով քննարկում աուտիզմի հետ կապված եւ դրա արդյունքներով արդեն նամակներ ենք ուղարկել եւ առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարներին խնդրելով նշված հիմնախնդիրների հետ կապված միջոցներ ձեռնարկել եւ շատ սերտ մենք նախատեսում ենք համագործակցել այդ կառույցների հետ եւ պլյուս դրան հայկական հոգեբուժական ասոցիացիայի առաջիկա վարչության նիստում մենք աուտիզմի սեկցիա կստեղծենք, որը կփորձի մասնագետների հետ ավելի սերտ անմիջական աշխատանքներ տանել եւ խնդիրները ինչը որ հնարավոր է առանց պետական աջակցության առաջ տանել ինքնուրույն կանենք, ինչը որ պետության կողմից ենք սպասում, իրենց հետ ավելի սերտ համագործակցելով արդյունքներ կունենանք։ Եվ Ալյոնայի ասած եւ ես իմ ներկայացրած լավատեսական նոտայով էլ այսօր ավարտել մեր հերթական լայվը, բայց մինչ այդ մի հատ էս ամեն դեպքում, քանի որ ձեր փորձը շատ մեծ է, դուք միշտ շատ ասելիք ունենաք, ձեր հիմնական ուղերձը մեր հետևորդներին նոր դրանով կավարտել։ Սա երբ ինձ համար ամենադժվարը կլինի պատասխանել, փորձեմ կարճ։ Դե ինչպես դուք նշեցիք, ինչպես բոլորս էլ հասկանում ենք, որ վաղ դիմելիությունը բնականաբար դրական արդյունքներ է բերելու։ Եվ եկեք փորձենք հնարավորինս իրական պատկերը դուրս բերենք, որովհետև այդպես մեկնաբանելով ամենատարբեր իրացիոնալ ճանապարհներով մենք կորցնում ենք խնդիրը եւ դրանք խլում են երեխայի ամենակարևոր տարիները եւ ինչի ես հենց սա առանձնացրեցի, որտեղ մեզ հարցի հետ կապված ասելիքներ շատ կան, բայց սա երևի ամենացայտունն է, որովհետեւ այդ բնական է ընտանիքի համար շատ դժվար է խնդիր ընդունելը, ընկալելը, դա բացարձակ ոչ մեկ կասկածի տակ չի լինում կամ բացարձակ դա չեն քննարկում, բայց մեկնաբանելով երեխայի աուտիզմի բնորոշ զարգացման առանձնահատկությունները, նորից եմ ասում, ինձ համար բառն եմ առանձնացրել իրացիոնալ կերպով, մենք ուղղակի կորցնում ենք երեխայի ամենակարևոր այդ տարիները, որը կարող էր գնալ զարգացման համար։ Շնորհակալություն սիրելի հետևորդներով հետևում եք եւ ակտիվ եք, կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։ Եղեք առողջ, վայելեք գարունը։